Մարիա սերիալում իրադարձությունները հասել են այն կետին, երբ հեռուստադիտողներն այլևս չեն կարող կանխատեսել հաջորդ քայլը։ Ամեն սերիալ լեցուն է ոչ միայն անակնկալներով, այլև դրամատիկ լարվածությամբ, ինչը ստիպում է հանդիսատեսին կլանված հետևել ամեն դրվագին մինչև վերջին վայրկյանը։ Այս պահին ամենամեծ ցնցումը, որ տեղափոխել է սյուժեն դեպի նոր և վտանգավոր ուղղություն, Դավիթի ձերբակալությունն է։ Սոֆայի ցուցմունքներով Դավիթը հայտնվում է բանտում, դա ոչ միայն անարդարություն է, այլ նաև մեծ հարված Մարիային, ով նոր էր սկսել հավատալ, որ վերջապես իր կյանքը կարող է կայուն և երջանիկ հունով ընթանալ, բայց ամեն ինչ այդքան էլ պարզ չէ, ի վերջո հենց Սոֆյան է, ով նախկինում էլ աչքի էր ընկել կասկածելի վարքով և կողմնակի խաղերով, և հիմա նա պատրաստակամություն է հայտնում բացահայտել, ով է իրեն ստեպել Դավիթի դեմ ցուցմունք տալ։ Այս խոստումը թվում է որպես փրկության ճառագայթ թե Դավիթի ազատության և թե Մարիայի հոգեկան խաղաղության համար, սակայն ինչպես պարզվում է, դա ընդամենը խարդախ ու վտանգավոր խաղի մի մաս է, քանի որ Ռաֆը որոշել է Սոֆյային օգտագործել ու Մարիային իր մոտ կանչել։ Սոֆյան ընկել է Ռաֆի ծուղակը, նա դեռ չի հասկանում, թե ինչ վտանգավոր քայլերի է գնում Ռաֆի դրդմամբ։ Ռաֆը սերիալի գլխավոր հակահերոսը կրկին ցուցաբերում է իր մանիպուլատիվ և վրեժխնդիր վարքը։ Երբ նա տեսնում է Լիլիթի հեռախոսի մեջ Մարիայի ու Դավիթի ամուսնության լուսանկարները, նրա ներսում ամեն ինչ խառնվում է իրար, սերն արդեն վաղուց վերածվել է հիվանդագին կպչունության, խեղել է Ռաֆի դատողությունը։ Նա այլևս ոչ միայն փորձում է հետ բերել Մարիային, այլև պատրաստ է գնալ ծայրահեղ քայլերի, անգամ եթե դրանք վտանգեն հենց Մարիայի կյանքը։ Սոֆյան Ռաֆի կազմակերպմամբ թակարդ է լարում, նա կապ է հաստատում Մարիայի հետ, ասելով, որ նա պատրաստ է խոստովանել ճշմարտությունը, բայց դրա համար Մարիան պետք է անձամբ գնա նշված հասցեով։ Նշենք, որ Սոֆյան ու Ռաֆն այնքան խորամանկ են, որ նա ոչ մի հաղորդագրություն, ոչինչ հետք չի թողնում, և հեռախոսազանգը բնականաբար այլ հեռախոսահամարից է լինում։ Այս մանիպուլյացիան Ռաֆին բնորոշ է։ Մարիան, ինչպես միշտ, հավատալով լավին, վստահելով խոսքին և փորձելով իրավիճակը լուծել և օգնել Դավիթին, գնում է մենակ։ Եվ հենց այստեղ է տեղի ունենում այն, ինչից բոլորը վախենում են։ Երբ Մարիան հասնում է տեղ, նրան դիմավորում է ոչ թե Սոֆյան, այլ Ռաֆը։ Անոնսում, որը մեծ արձագանք է գտել սոցցանցերում, տեսնում ենք, թե ինչպես հոգեպես փլուզված է Մարիան։ Նրա ձեռքերը դողում են, հայացքը լի է սարսափով, շնչառությունն արագացած։ Թե ինչ է տեղի ունեցել այդ հանդիպման ժամանակ, երևա ընդամենը մի քանի ժամից, բայց մի բան հաստատ է, դա միայն խոսակցություն չի եղել։ Հնարավոր է, որ Ռաֆը վերջնականապես կորցրել է իրեն և անցել է մի գիծ, որից հետդարձ չկա։ Հնարավոր է նաև, որ նա փորձել է Մարիային բռնության ենթարկել կամ հոգեբանորեն ճնշել նրան, ստիպելով հրաժարվել Դավիթից։ Հեռուստադիտողների մեծ մասը կարծում են, որ Մարիան նույնիսկ հնարավոր է սպանել է Ռաֆին, կամ Ռաֆը բռնության է ենթարկել Մարիային։ Իհարկե, այս ամենը ենթադրություն է, բայց ոչ պատահական, իսկ գուցե նա նույնիսկ փորձել է նրան բանտարկության մեջ պահել, որպես զիջման միջոց Դավիթի ազատության դիմաց, և մի կերպ Մարիան դուրս է պրծել այնտեղից։ Բայց Մարիան նման ծանր հոգեվիճակում չէր հայտնվի, եթե որևէ անդառնալի բան կատարված չլիներ, բայց ամենացավալին այն է, որ Մարիան այս ամբողջ ընթացքում պայքարել է բոլորի համար, այժմ միայնակ է, իհարկե իր խելքի պատճառով, քանի որ նա ունի Ռուբենի նման հայր, ով պատրաստ է մշտապես կանգնել նրա կողքին, բայց Մարիայի ինքնագլուխ գործունեությունը միշտ վնասել է ոչ միայն իրեն, այլ նաև իր ընտանիքի անդամներին, և այս դեպքը կարող է նոր ավելի մութ էջ բացել սերիալի ընթացքի մեջ։ Թե ինչպես կազդի այս ամենը Մարիայի հոգեկան վիճակի վրա, ինչպես նա կվերադառնա այդ հանդիպումից, եթե իհարկե վերադառնա, և երևում է անոնսից, որ արդեն վերադարձել է ծանր հոգեբանական վիճակում, հեռուստադիտողները սպասում են պատասխանի և համոզված են, որ այս սերիան հենց վճռորոշ է լինելու։ Դա կլինի այն պահը, երբ սերիալը կամ կթեքվի դեպի սարսափ ու ողբերգություն,
կամ կընտրի ուժի, դիմադրության ու արդարության ուղին։ Մի բան հաստատ է՝ Մարիան այլևս այն սիրային պատմությունը չէ, որին սկզբում հետևում էինք։ Այն դարձել է գոյատևման կռիվ մարդկային արժանապատվության, ազատության և հոգու անդորրի համար, իսկ Ռաֆի մոլուցքը, որ չկարողացավ հաղթահարել մերժումը, հիմա վտանգի տակ է դնում ոչ միայն Մարիային, այլ նաև բոլոր նրանց, ովքեր նրան երբևէ օգնել են։ Հեռուստադիտողները սպասում են շարունակությանը, հուզված, անհանգիստ ու ակնկալիքներով լեցուն։ Կհաջողվի՞ արդյոք Մարիային փրկվել։ Ո՞վ կփրկի Մարիային։ Արդյոք կազատվի Դավիթը և կպատժվի Ռաֆը։ Սրանք այն հարցերն են, որոնք շատ շուտով կունենան իրենց պատասխանները այս հզոր ու խորքային սերիալի ավարտին, իսկ ավարտը շատ մոտ է։ Մնացեք մեզ հետ ու կբացահայտենք, թե երբ է ավարտվելու Մարիա հեռուստասերիալը։